Կապանի Բարաբաթում թաղամասի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգումը մոտենում է ավարտին։ 17-րդ դարում կառուցված եկեղեցին խորհրդային տարիներին չի գործել։ Տեղաբնակ անասնապահներն այն օգտագործել են որպես պահեստ հարդը պահելու համար։ 2022 թվականին Բարաբաթում թաղամասի երիտասարդների խնդրանքով եւ ազգային ժողովի падգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ պետության միջոցներով մեկնարկեցին թաղակապ այս շինության վերանորոգման աշխատանքները։ Դիմեցին նաև գյուղի բնակիչները, որ պատրաստ են նաև իրենց միջոցները ներգրավել վերանորոգման հարցում։ Մենք պայմանավորվեցինք պետությունը եկեղեցին ամբողջովին վերանորոգում, բնակիչներով էլ հարակից տարածքը կբարեկարգենք, նաև գյուղի համար կլինի նոր հավաքատեղի։ Փորձել ենք պահպանել նաև գյուղի հին թոնիրը, որը եկեղեցու հարևանությամբ է։ Եկեղեցու վրա ծախսվել է մոտավորապես 58 միլիոն, պրոյեկտը 58 միլիոն դրամ է։ Օրերից եկեղեցին կբացվի եւ արդեն մեր քաղաքացիները կարող են այցելել, մոմ վառել, աղոթք անել, արդեն եկեղեցին կծառայի իր նպատակին։ Թաղամասի բնակիչներն անհամբերությամբ են սպասում շինաշխատանքների ավարտին, որ իրենց երեխաներին այստեղ մկրտեն ու ամուսնացնեն։ Զրոյցա կառուցվեց գյուղի բնակիչները սաղ գոհ շնորհակալ են, աշխատանքները իդեալական է։ Եթե նախկինը կաներ տեսնենք, հիմա տեսնենք տարբերությունը ահռելի է։ Բնակիչները պեղումների ժամանակ եկան օգնեցին, շինարարների շուրջովանով սաղ վաղ հյուրասիրում են, իրանց լուման ներդրած են ամեն ինչում։ Ինչ հարց կա, պատրաստական են օգնելու։ Եղանակային պայմանները խոչընդոտ չեն, շինարարները վստահեցնում են, եկեղեցին բարաբաթումցիներին կհանձնեն սահմանված ժամկետում։ Տեղաբնակները հույս ունեն, որ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգումից հետո իրենց թաղամասով կանցնեն նաև զբոսաշրջիկները։ Յուրա Վահանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։